Ողջույն հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վարե Տերմինասյանն եմ ու զրուցելու ենք մենք բնականաբար առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է լինելու մազաթափությանը։ Մենք չունենք, չէ՞, մազաթափություն, ամեն ինչ մեզ մոտ լավ է, բայց կան մարդիկ, որոնք այս խնդրով տառապում են եւ հաղորդումը հենց նվիրելու ենք նրանց, որպեսզի իմանան ինչ անել, երբ անել, ոնց անել։ Սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք մասնագետին։ Հուլիոս Կեսարը պատմության ամենահայտնի զորավարներից մեկը, որի ռազմական հանճարը վախ էր ներշնչում անգամ ամենահզոր թշնամիներին, անզոր էր բնության մի պարզ երևույթի՝ ճաղատության առջև։ Ինչպես վկայում է հռոմեացի պատմիչ Սվետոնիոսը, Կեսարը պատրաստ էր ամեն ինչի, միայն թե թաքցնի վաղաժամ մազաթափությունը, որը նրա համար անձնական պարտության նշան էր։ Պատմաբանները վկայում են, որ այն ժամանակ զորավարին գոնե մասամբ ճաղատությունը քողարկելու եւ ինքնավստահությունը վերականգնելու գործում օգնեց դափնեպսակը։ Մարդու գլխին կա 100,000-ից 150,000 մազարմատ։ Մազը մարմնի երկրորդ ամենաարագ աճող հյուսվածքն է ոսկրածուծից հետո։ Աշխարհում ամենախիտ եւ հաստ մազերով մարդիկ ապրում են Ասիայում, Մերձավոր Արևելքում եւ Կովկասում։ Մազաթափությունը կամ բժշկական լեզվով ասած ալոպեցիան միայն էսթետիկ խնդիր չէ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի տվյալներով աշխարհում մոտ 50 միլիոն տղամարդ եւ 30 միլիոն կին տառապում են անդրոգենետիկ ալոպեցիայով։ Մազերի 50%-ի կորուստը նկատելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդն արդեն հասցրել է կորցնել դրանց զգալի մասը։ Նման խնդիր ունեցողների 50-ից 60%-ն այն համարում է էսթետիկ կամ տարիքային, փորձելով հարցը լուծել ժողովրդական միջոցներով կամ կոսմետիկ շամպուններով։ 20-ից 35%-ն էլ բժշկի է դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն արկա է ակնհայտ ճաղատություն, որն իր հետ երբեմն բերում է որոշակի անհարմարություն, ազդելով աշխատանքի կամ անձնական կյանքի որակի վրա։ Դե ինչ հարգելի ուսանողներ, շարունակում ենք հաղորդումը, այ տեսնում եք մեր գանգը երիտասարդացել է, փոխվել է։ Մտածում եմ լավ Վարշավի մոտ տանենք, բայց մինչև դա եկեք հրավիրենք մեր հյուրին, իսկ մեր հյուրը մաշկավենարաբան Լուսինե Մեջլումյանն է, դիմավորենք։ Ողջույն, ինչ կասեք փառթամ լավ մազեր ունեցող մարդկանց մասին։ Կասեմ, որ խոսում է նրանց առողջության մասին։ Այո, իհարկե խոսում է առաջին հերթին առողջ ապրելակերպի մասին։ Իհարկե առողջ ու փառթամ մազեր ունենալը դա շատ հիանալի է, բայց բազմաթիվ գործոններով պայմանավորված է եւ ժառանգական, եւ հորմոնալ, եւ սննդային, եւ ընդհանուր առողջ ապրելակերպով պայմանավորված է։ Հետևաբար կարող եմ ասել միայն, որ իրենց բախտը պարզապես բերել է, որովհետեւ բնականաբար ոչ բոլորին է հաջողվում գեղեցիկ ու փառթամ մազեր ունենալ։ Գնացինք սրուցելու։ Եվ այսպես, մենք խոսում ենք մազաթափության մասին, խնդիր, որից տառապում է տղամարդկանց քանի տոկոսը։ Վիճակագրություն կա, ըստ որի տղամարդկանց գրեթե մոտ 80%-ը Ես են 20%-ի մեջ եմ։ Խոսում ենք իհարկե մինչև 50 տարեկան հասակը, որովհետև դրանից հետո իհարկե պետք է հաշվի առնել նաև օրգանիզմի ֆիզիոլոգիական ծերացման գործընթացը։ Հետո ավելի ավատան։ Դե բնականաբար այո, ֆիզիոլոգիական նորմալ մազաթափությունը առհասարակ շատ անհատական է եւ միջինում կարող է սկսվել 25 տարեկանից հետո։ Եվ միաժամանակ սկսվում է նաև օրգանիզմի ֆիզիոլոգիական ընդհանուր ծերացման գործընթացը։ Կա այսպիսի թյուր կարծիք, որ տվյալ մազաթափությունը միայն տղամարդկանց մոտ է հանդիպում։ Իրականում դա այդպես չէ, որովհետև եթե տղամարդկանց մոտ առաջանում է ճաղատություն, կանանց մոտ դիտվում է պարզապես մազերի նոսրացում, թե գագաթային հատվածում, թե մազերի բացման հատվածում, վստահ եմ շատ նկատած կլինեք, որ մանավանդ 50 տարեկանից բարձր կանանց շրջանում շատ հաճախ ենք հանդիպում, երբ արտահայտված նոսրացում է դիտվում, որը նույն անդրոգենետիկ մազաթափությունն է համարվում, որը դիտվում է նաև տղամարդկանց շրջանում։ Եկեք փորձենք բացատրել մեխանիզմը։ Ինչու են մենք ծնվում սովորաբար առանց մազերի, հետո մեզ մոտ առաջանում են մազեր, հետո ինչ որ մի տարիքից մեծամասնության մոտ այդ մազերը սկսում են թափել։ Սկսեմ նենց, որ նորածինների մեծ մասը արդեն իսկ մազերով է ծնվում, կամ եթե նույնիսկ մազերով չեն ծնվում, շատ բարակ աղվամազանման են լինում, ապա նորածնային փուլում սովորաբար դրանք ավելի նոսրանում են, ավելի թափվում են, որին հաջորդում է արդեն մազերի ձևավորումը, Մազերը ամբողջ
ազդեցությամբ ձևավորվում են, բնականաբար տարիքին զուգընթաց սկսում են ավելի հաստանալ իրենց տրամագծով, ավելի մեծանալ, դառնալ ավելի փարթամ եւ մի փոքր ավելի մեծ տարիքում, մասնավորապես ցեռահասունացման տարիքում, երբ ճարպագեղձերի ակտիվությունը բարձրանում է որպես այդպիսի, նաեւ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, մազերը ստանում են իրենց վերջնական տեսքը։ Ըստ որի դատում ենք, հա, տվյալ մարդ օրինակ ունի ավելի փարթամ մազեր, իսկ մեկ ուրիշի բախտ այդքան է չի բերել եւ նա ունի ավելի նոսրացած մազեր։ Դեպ գլխամաշկի վրա մազերի միջին քանակը դուք գիտեք։ Ոչ, դա շատ անհատական է, բնականաբար դրանք հազարավոր մազերի մասին է խոսքը, պայմանավորված է թե ազգությամբ, թե ընդհանուր ժառանգականությամբ, հա, հետեւաբար բավականին շատ են մազերը։ Ես գիտեմ, որ փոխպատվաստումների ժամանակ մինիմալ քանակը դա 1000-ն է, մինչև 5000, 6000 ասում են փոխպատվաստում են, որ գոնե ինչ-որ էֆեկտ ունենանք, այսինքն տեսնենք։ Այսինքն մենք խոսում ենք տասնյակ հազարավոր մազերի արկայության մասին։ Որովհետև կա նաև այսպիսի մի կարծիք, որ երբ որ փոխպատվաստում է իրականացվում, ասում է, որ հենց մի մազ է հատիկով վերցնվում եւ ինչ որ տեղից տեղադրվում է մեկ այլ տեղամասում, ավելի նոսրացած տեղամասում։ Բնականաբար դա այդքան էլ այդպես չէ։ Սովորաբար այդ մազերը գրաֆտներ են դրանք կոչվում, որոնք փոխպատվաստում իրականացնում, պարունակում են միջնում գոնե թե 2 մազ, հա, եթե ոչ ավելի շատ 3-4 նույնիսկ։ Դա թողնենք վերջում։ Այո։ Ինչու են սկսում մազերը թափել այնուամենայնիվ։ Շատ գործոններով է մազաթափությունը պայմանավորված, սկսած ժառանգական հիվանդություններ կան, որոնց դեպքում լինում են։ Ժառանգականությունը, եթե հայրիկը, չգիտեմ, 35 տարեկանում ճաղատացել է, 20 տարեկան երիտասարդը, ինչպիսի շանսեր ունի։ Եթե խոսքը գնում է անդրոգենետիկ մազաթափության դեպքում, այդ ճաղատացումով, որը բոլորից հայտնի է, որ տղամարդկանց մոտ առաջացնում է, ապա շանսերը մեծանում են բնականաբար։ Հա, դա իհարկե բազմագենային է ժառանգումը գնում, ուզում եմ նշել, որ ոչ միայն հայրական կողմից կարող է փոխանցվել, այլ նաև մայրական կողմից է փոխանցվում։ Բազմագենային է անդրոգենետիկ մազաթափության փոխանցումը, հետևաբար հետագա սերունդների մոտ բնականաբար առաջացման հավանականությունը բարձր է։ Գլխարկրելը նպաստում է մազերի պահպանմանը, թե նպաստում է ճաղատացմանը։ Այո, գլխարկրելը մեր մազերի ցողունները, դրանք այս ցողուններն են, որոնք գլխամաշկից դուրս են, պաշտպանում է սրտից, պաշտպանում է արևի ազդեցությունից, հետևաբար պաշտպանողական դեր ունի։ Եթե խոսում ենք մազաթափության տեսակետից, գլխարկրելը ցավոք սրտի որևէ կերպ չի կարող մազաթափությունը կանխարգելել կամ նպաստել, որովհետև մազարմատները խորն են գտնվում։ Հետևաբար գլխարկը չի կարող օգնել մազաթափությանը։ Հաճախակի գլուխը լվանալը։ Կա այսպիսի մոտեցում, որ գլխամաշկը պետք է լվանալ այն հաճախականությամբ, երբ դուք ես լիարժեք մաքուր ես զգում։ Եթե դուք հաճախ եք լվանում, բնականաբար դուք յուղային շերտը մաքրում եք, օրգանիզմը սկսում է ավելի շատ արտադրել եւ յուղոտ այսպես մազեր են ստացվում եւ բնականաբար դու ավելի շուտ ես լվանում, որովհետեւ քո մոտ մազերը ավելի յուղոտ են եւ այլն, այսինքն այսպես կապը գնաց, շատ լվացի դրանից յուղոտվեց, դրա համար շատ լվացի։ Իրականում դուք ճիշտ եք, ձեր ասած այդ գործառույթը, որը իրականացվում է, այդ մեխանիզմը դա պաշտպանական օրգանիզմի դերն է, հա, իհարկե։ Բայց մարդիկ կան, որոնց համար ուղղակի սովորույթ է ամեն օր բլոկանք ընդունել, այդ թվում եւ մազերը, հա։ Մանավանդ տղամարդկանց շրջանում, այո։ Իսկ կանանց դեպքում սովորաբար կանայք գլխարկներ են հատուկ կրում, նոր են լոկանք ընդունում, որ երբեմն մազերը չլվանան եւ այլն։ Լուրջ։ Այո, բայց ամեն դեպքում ուզում եմ ասել, որ եթե զուտ հիգիենայի տեսակետից ելնելով ենք այդ հանգամանքին անդրադառնում, ապա տվյալ պարագայում պետք է ընտրել հատուկ շամպուն, որը նախատեսված է յուղոտ գլխամաշկի համար։ Շամպուններ գովազդային, այս շամպունը, այն շամպունը դուք օգտագործեք եւ ձեր մազերը այնպես չէ նայում եք սեն ճաղատ մարդեր, այս շամպունը քսեց գլխին, լողացավ։ Մի շաբաթ հետո փարթամ մազերով հավատում եք։ Դա կեղծիք է։ Դա կեղծիք է, այո, որովհետև շամպունները կարող են թափանցել միայն վերնամաշկ, միայն վերին շերտը գլխամաշկի։ Հետևաբար ակնկալել, որ տվյալ շամպունը ընդամենը մի քանի րոպե գտնվելով ձեր գլխամաշկի հետ կարող է այնքան խորը թափանցել, որ հասնել մազարմատ եւ այնտեղ որոշակի փոփոխություններ իրականացնել, որից հետո ձեր մազերը աճելու են, բնականաբար դա սուտ է։ Բայց շատ հաճախ ես ինքս մազաթափության համար շամպուններ նշանակում եմ, բայց նպատակ խափում։
Ոչ, նպատակը լինում է հետևյալը, որ տվյալ շամպունները շատ լավ հող միջավայր են ստեղծվում, որ այն միջոցները, որոնք որ մազաթափությանը օգնելու են, դրանք կարող են լինել խնամքի միջոցներ, կարող է լինել դեղորայք, շատ լավ ներծծվի, այսինքն միջավայր ենք ստեղծում դրանով։ Բայց ես միշտ զգուշացնում եմ իմ բոլոր պացիենտներին, որ շամպունը երբ կիրառում ենք մոնոթերապիայի ձևով, այսինքն միայն շամպունն ենք օգտագործում, դա անիմաստ է, այո, որևէ արդյունքի դուք պարզապես չեք հասնելու։ Գլխամաշկը մերսող տարբեր այսպես գործիքներ կան եւ կա այսպիսի կարծիք, որ եթե մենք մերսում ենք, մենք դրանով ակտիվացնում ենք արյան շրջանառությունը եւ եթե ակտիվացնում ենք արյան շրջանառությունը, մազերը ավելի լավ են աճում։ Այո, եթե խոսում ենք առողջ գլխամաշկի մասին, եւ եթե խոսում ենք մազաթափության միայն որոշակի տեսակների դեպքում, ապա ձեր ասածը իհարկե ճիշտ է։ Բայց մազաթափությունների որոշ տեսակների դեպքում եկեք այդպես անվանենք, որ ճիշտ լինի, իհարկե կարող է շատ լավ նպաստող մեծ գործոն լինել։ Մանր ասեղներով նյութեր են, ասենց այսպես ծակում են եւ ներարկում են ու էլի այսպես գովազդվում է, որ մի քանի շաբաթ հետո դրանց ապացուցողական դերը շատ մեծ է, մասնապես անդրոգենետիկ մազաթափության մասին, ճաղատության մասին, որի դեպքում մենք խոսում էինք, որովհետեւ դրանք խաբեություն չեն։ Ոչ, դրանք խաբեություն չեն, բայց ուզում եմ ասել, որ մեծ նշանակություն թե ինչ նյութ ենք ներարկում, որովհետեւ վստահ եմ դուք եք տեսել, շատ գովազդում են տարբեր նյութեր, տարբեր միջոցներ, որոնք ապացուցողական հենք չունեն։ Ստրեսը Ստրեսի գործոնը շատ մեծ է, թե մազերի ճերմակելու տեսակետից, թե մազաթափության տեսակետից։ Սովորաբար ստրեսին հաջորդող 2-3 ամիս անց է տեղի ունենում մազաթափությունը։ Այսինքն, երբ որ հարցնում ենք միգուցե պատճառը ստրեսն է եղել, ապա պետք է հարցնել, հետ ենք գնում 2-ից 3 ամիս առաջ դուք ինչ որ շատ ծանր ստրես տարել եք, կամ միգուցե այդ փուլը նաև քրոնիկ ստրեսով է պայմանավորված եղել, հա։ Որովհետև երբ որ ստրեսային գործոնների հետևանքով որոշակի հորմոնի փոփոխություն է լինում, մասնապես կորտիզոլի, դրա ազդեցությունը մազերի վրա, մազերը ոնց որ աճման փուլից տանում է դեպի թափման փուլ, եւ դրա համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ լինում, միջինում դա 2-ից 3 ամիսն է։ Ինչ է մազերի ճերմակում։ Մազերի ճերմակելը դա ժամանակին, ժամանակինն էլ շատ անհատական է, գուցե 25-ից 30 տարեկանից հետո մազերի սպիտակելն է։ Ինչա տեղի ունենում։ Բոլոր մազերի գույնը պայմանավորված է որոշակի գունակով, որը գտնվում է մեր մազապարկում։ Երբ որ այդ գունակը քայքայվում է ժամանակի ընթացքում, այսինքն կամ ծրացմանը զուգընթաց բնականաբար, ինչպես բոլոր օրգան համակարգում է ծրացում տեղ ունենում, նույնն էլ գունակի հետ կապված, սկսում է սպառվել, սկսում է սպիտակել։ Դա ինչ որ վատ բանի մասին խոսում է, թե դա նորմալ է։ Ֆիզիոլոգիական գործընթաց է։ Նույնն է, որ ասենք ծրացումը սև ու սպիտակ մազը իրարից որակով տարբերվում են, թե զուտ գույնն է։ Գույնով, եթե միայն գունակի քայքայում ունենք, բնականաբար միայն գույնով։ Վերջին հարցս։ Եթե փորձենք գնահատել դեղորայքային բուժումներ, ներարկումներ, մազերի փոխպատվաստում։ Եթե դեղորայքային ազդեցությունը գնահատվում է անարդյունավետ, սկսում ենք դեղորայքայինից։ Միանշանակ այո, պետք է սկսել դեղորայքայինից, եթե դա անարդյունավետ է համարվում, ապա գնում ենք մազերի տրանսպլանտացիայի, հա, որովհետև պետք է հաշվի առնել, որ տրանսպլանտացիան ամեն դեպքում ինվազիվ միջամտություն է որպես այդպիսին, բայց ուզում եմ ասել, որ որոշ դեպքերում պացիենտը ինքնին չի ցանկանում ամենօրյա ռեժիմով որոշակի միջոցներ կիրառել իրեն գլխամաշկի մազեր ունենալու նպատակով։ Հետևաբար տվյալ պարագայում արդեն ինքն է բնականաբար որոշում, որ միանգամից դիմի տրանսպլանտացիայի։ Որևէ վտանգ հակացուցում չունենք։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք խոսում էինք շատ տղամարդկանց եւ որոշ կանանց հուզող խնդրի մասին, մենք խոսում էինք մազաթափությունից, բոլորը չէ որ այսպեսին են, բոլորը չէ որ այսպիսին են, մենք բոլորս տարբեր ենք, բայց այնուամենայնիվ նաև կարելի է մի անգամ խոսել, թե որ հիվանդությունների ժամանակ է լինում մազաթափություն եւ մեր մազերի վիճակը, որ օրգանիզմի, որ օրգանների մասին ինչ կարող են մեզ պատմել, բայց դա առանձին մի ամբողջ հաղորդման թեմա է, իսկ այսօր մենք խոսում ենք զուտ մազաթափության մասին, իսկ իմ հյուրը մաշկավենարաբան Լուսինե Մեջլումյանն է։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Ողջույն, ձեզ հետ է գեղեցկության արվեստը։ Այսօր խոսելու ենք, թե մազաթափության ժամանակ ինչպես է կատարվում բուժումը։ Մազաթափության բուժումը կախված է մազաթափության տեսակից։
եւ բուժումը իր մեջ ներառում է հիմնականում որոշ մեզոկոկտեյլներ կամ պլազմոթերապիական որոշ բուժական դեղամիջոցների ներարկումներ։ Կարող ենք ընդգրկել նաեւ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, ռադիոալիքային կամ լուսաբուժություն եւ այլն, բայց այդ ներարկումային պրոցեդուրաների ժամանակ օգտագործվող պրեպարատները իրանք էլ են տարբեր լինում եւ տարբեր մազաթափությունների ժամանակ մեզ տարբեր մեզոկոկտեյլներ են անհրաժեշտ եւ եթե մենք ըստ մազաթափության տեսակի չընտրենք համապատասխան մեզոկոկտեյլը, ապա մեր բուժառական այդ գործողությունը անիմաստ է լինելու եւ մենք արդյունք չենք ստանալու։ Այս սրանով է շատ կարեւոր ընտրել ճիշտ բուժական միջամտություններ եւ դեղամիջոցներ, որպեսզի հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Մազաթափության բուժման ժամանակ սովորաբար մենք բուժման արդյունքները ակնկալում ենք տեսնել 3-4 ամիս հետո, որտեղ մազը դանդաղ է աճում եւ մեզ այդքան համբերություն պետք է, որպեսզի տեսնենք մեր բուժման արդյունքները եւ հետագայում, եթե այդ մազաթափության տեսակը այնպիսին է, որ պետք է բուժումը շարունակական լինի, հետագայում, եթե շարունակական է, այլ արդեն ինչքան ժամանակը երկարում է, օրինակ 6 ամիս հետո, 8 ամիս հետո, 1 տարի հետո, այդ բուժման արդյունքը ավելի գնալով բազմապատկվում է, այսինքն ավելի լավ է լինում։ Բուժական գործողությունները երկարատև են եւ իհարկե կախված են մեր բուժառուի պատասխանատվության գործոնից, քանի որ այդ տան նշանակված բուժումը մեր համար շատ կարևոր է։ Եթե նա ամեն ինչ կատարում է ըստ սխեմայի, ապա մենք արդյունք ունենալու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ։ Շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է մեր եթերում եւ այսօր խոսում ենք սուր աղիքային վարակներից, իսկ իմ հյուրը մանկաբույժ Մերի Մարանդյանն է, դիմավոր ենք Վեշկուհուն։ Ողջույն Վեշկուհի։ Բարև ձեզ։ Սուր աղիքային վարակներ։ Արդյոք դրանք տարածված են Հայաստանում։ Առհասարակ աղիքային ինֆեկցիաները եւ բնորոշ ինֆեկցիոն գանգատները Հայաստանում բավական տարածված են եւ մանկական պրակտիկայում ու պատճառը հենց իհարկե կեղտոտ ձեռքերն են, որովհետեւ վարակումը հիմնականում տեղի ունենում ձեռքերի միջոցով դեպի բերան տանելու արդյունքում։ Երեխաների մոտ շատ հաճախ հանդիպող եւ կարելի ասել ոչ մի երեխա չի կարողանում բաց թողնել աղիքային ինֆեկցիան իր մանկական տարիքում։ Իսկապես դուք կարծում եք բոլոր երեխաները այս կամ այն չափով կարողանում են գոնե մեկ անգամ ունենալ աղիքային ինֆեկցիա։ Այո, գոնե մեկ անգամ մանկապարտեզի հասակում, եթե մանկապարտեզ չեն գնացել, ապա դպրոցի հասակ շրջանում գոնե մեկ անգամ հանդիպում են։ Հիմա մենք բազմաթիվ հեռուստադիտողներ կասեն, ոչ, ես չեմ ունեցել, գուցե նրանք ունեցել են ու գլխել չեն ընկել։ Գուցե նրանք ունեցել են եւ շատ թեթև ընթացքով է եղել։ Իրականում, որովհետեւ ձեռքերը բերանը չտանող երեխաներ բնության մեջ գոյություն չունեն եւ ոչ մի երեխա չի ծնվում ու միանգամից ասում մի հատ տարեկից ձեռքերս լվանալու։ Այո։ Մեխանիզմը շատ պարզ է, այսինքն կեղտոտ ձեռքերով, բայց մենք ունենք այստեղ սնունդ։ Մենք ունենք սնունդ եւ սա երկրորդ կարևոր գործոնն է, այսինքն մենք կարող ենք ունենալ սնունդ, որը արդեն ինֆեկցված է եւ երեխան ուղղակի ուտելով իր օրվա չափաբաժինը հանդիպում է այդ ինֆեկցիայի սննդի միջոցով։ Այսինքն եթե դուք անգամ ձեր ձեռքերը մաքուր եք պահում, բայց ձեր սնունդը մաքուր չի, դուք նորից գալիս եք մանկաբույժի մոտ։ Այսինքն այստեղ առաջին գծով գնում է հիգիենան թե ձեռքերի, ինչպես նաեւ խոհանոցում պատրաստելու եւ անձնական երեխայի հիգիենային հետևելու մեջ։ Մենք ունենք օճառ եւ սրբիչ, այնպես որ բայց օճառով ու սրբիչով կարծես թե սնունդը լվանալ չի լինի, ձեռքերի հարցը կարող ենք լուծել, բայց սննդի հետ կապված այդտեղ արդեն մամաները, տատիկները Այստեղ կանգնում ենք հարցի առաջ, թե արդյոք ճիշտ ձևով էլ մշակված սնունդը լավ եփված է թե ոչ։ Արդյոք տախտակը փայտից, որի վրա կտրտված էր նախկինում կանաչի, հիմա կտրտված է միս ճիշտ տախտահանված էր։ Այսինքն սրանք քայլեր են եւ հերթականություններ խոհանոցում, որոնք անձեն աչքով ոչինչ իրենցից չեն ներկայացնում, բայց կարող են երեխայի ինֆեկցիայի պատճառ լինել։ Մենք կարող ենք խոսել, թե սառնարանում որ սննդամթերքը որտեղ պետք է լինի, մենք պետք է հիշենք, որ սառնարանում դրանք պետք է տարանջատված լինեն, մենք պետք է հիշենք, որ պատրաստելուց այո նույն տախտակի վրա չի կարելի միրգ բանջարեղեն եւ հումմիս օրինակի համար կտրատել, մի ալարեք ունեցեք մի քանիսը կամ լվացեք, բայց նորմալ լվացեք, ախտահանեք։ Մենք պետք է հիշենք, որ
հատկապես օրինակ կանաչեղենը, բանջարեղենը։ Շատ լավ պետք է լվանա։ Հա, անգամ եթե դա ձեր սեփական հողամասից էր, այն անարատ միևնույնը կարող է պարունակել եւ հաստատ ամենահավանականությամբ կպարունակի տարբեր հարուցիչներ եւ իհարկե եթե սնունդը հնացել է։ Այո, սա եւս կարևոր է պահպանման կանոնները։ Մենք դեպքեր ենք տեսնում, երբ կարծես թե ամեն ինչ ճիշտ մշակված էր, ճիշտ ախտահանված, երեխան պրակտիկ առողջ չէր, մեկ էլ հանկարծ ունենում ենք աղիքային սիմպտոմներ երեխայի մոտ։ Հատկապես նոր տարվա տոների, այո, իհարկե։ Նոր տարին դա ամենասիրելի տոներն են երեխաների եւ սեղանին երկար ժամանակ մնացած հատկապես աղցանները, որը շատ տներում դեռևս պատրաստում են թթվասերով եւ մայոնեզով, հստակ պատճառ են դառնում, որ երեխաները ունենան աղիքային վարակին բնորոշ սիմպտոմներ։ Որովհետև ամեն անգամ, երբ դուք դա հանում եք, դնում եք սեղանին, հետո էլի վերցնում եք դնում եք ձեր կարծիքով սառնան դրեցիք ու դրան ապահովեցիք։ Դա նպաստավոր պայմաններ են մանրեների համար։ Լավ, բազմացնում եք։ Սիրում են մանրեները հայկական նոր տարին։ Այո, ասում են, այսա նոր տարին գալիս է, տեսեք ինչ տարբեր տեղերում ենք մենք հայտնվելու։ Ինչ է տեսնում մաման առաջին հերթին, երբ երեխայի մոտ սուր աղիքային ինֆեկցիա է։ Առաջին հիմնական գանգատը դա որովայնացավն է։ Ուղեկցվող փսխումով կամ արդեն լուծով։ Հիմնականում բալիկը լինում է թխուր այդ պահին, քնկոտ կարող է լինել, փորիկի ցավը կարող է հանգստացնել։ Ջրազրկում ավելի ուշ փուրերում է լինում։ Նախնական նշաններից հիմնականում լուծ, ջերմություն, փսխումներ, որը եթե ճիշտ ժամանակին ճիշտ միջամտության չենթարկվի, իհարկե կբերի ամենավատ ելքերին, դա ջրազրկումն է։ Իսկ որն է ճիշտ միջամտությունը։ Այստեղ շատ կարևոր է, որ եթե երեխան արդեն ունի փսխումներ եւ լուծ, մենք կարևոր պայման ենք ապահովում երեխային հեղուկի ապահովումը։ Այսինքն ամեն փսխումից հետո պետք է շտապել տալ ջուր երեխային անմիջական 10 րոպեի ընթացքում, որովհետեւ եթե այդ պահի ստամոքսը փսխում է առաջացրել, հավանականությունը, որ նորից կփսխի, շատ մեծ է։ Հետևաբար փսխումից հետո նվազագույնը 20-ից 30 րոպե, որքան էլ որ երեխան ուզում է ջուր, պիտի պահենք բալիկին։ Թույլ չտանք, որ հեղուկ խմի։ 20-30 րոպե հետո կում փորձենք վերականգնենք ջրի ծավալը եւ եթե 2-3 կում հետո երեխան նորից սրտխառնոց չի ունենում, կամաց շատացնենք այդ հեղուկը։ Իսկ լուծի դեպքում, որքան կորցնում է երեխան, այսինքն օրական 4-5 դրվագ ակտիվ լուծի պայմաններում պետք է կարողանա հեղուկի ծավալը լրացնել իր նորմային պլյուս կես լիտր։ Հետևաբար միջինում 2 լիտր հեղուկի ծավալ պիտի բերանացի կարողանա խմի բալիկը։ Փորլուծության դեմ դեղամիջոցներ կարելի է կիրառել թե ոչ։ Սա ամենահաճախ հնչող հարցն է, լուծը կանգնացնել երբեք պետք չէ։ Եթե ինֆեկցիան արդեն հայտնվել է աղիներում, ապա պետք է ելք ունենա։ Հետևաբար պիտի դուրս գա։ Պահում ենք հակառակը, ինտոքսիկացիա պահում ենք այդ ամբողջը որովայնի մեջ եւ ավելի ենք թունավորում երեխային, կոպիտ ասած։ Այո, հետևաբար պետք է թողնել, որ երեխան լուծի, իհարկե կորցրածը բերանացի լրացնելով, դա ջուրը եւ այն նյութերը, որոնք պարունակում են միկրոէլեմենտներ, դա հիմնականում կալիումն է։ Հետևաբար մենք բոլորին խորհուրդ ենք տալիս շատ բանան, բրինձ, ինչու՞ չէ նաեւ աղի ձողիկ, եթե տարիքը թույլ է տալիս, որը աղի մեծ պաշար է պարունակում եւ օգնում է երեխային վերականգնել կորցրածը։ Նաեւ հապկապսխեցուցիչ պրեպարատներ նույնպես կարծում եմ պետք չի։ Տարիք կախյալ, տարիք կար, որ պետք է անպայման հիվանդանոցում ստանա բալիկը, հիմնականում մինչեւ 2 տարեկան հակապսխումային դեղահաբեր չի կարելի, 2 տարեկանից մեծ, այո, 2 տարեկանից մեծ քաշ կախյալ կարելի է փորձել տանատալ հակապսխումային հաբեր, իհարկե երեխայի ինքնազգացողությունից ելնելով։ Շնորհակալություն, հարգելի հեռուստատողներ, մենք խոսում ենք սուր աղիքային վարակների մասին, որևէ մեկը չկա, որ կյանքում գոնե մեկ անգամ ունեցած չլինի աղիքային վարակներ, գուցե դուք դա համաձայն եք, գուցե չէ, բայց իհարկե վիճակագրության դեմ չես կարող խոսել, այնուամենայնիվ հիշեցնենք, որ դուք կարող եք պահպանել հնարավորինս շատ կանոններ մաքրության հետ կապված։ Դա ձեռքերի մաքրությունն է, դա սննդի մաքրությունն է, պահպանեք հիգիենայի կանոնները եւ ամենայն հավանականությամբ դուք մեկ անգամ ընդհանուր կվարակվեք։ Մնացեք մեզ հետ, Մերի Մարանդյանն էր, Մանկաբույժ այսօրվա իմ հյուրը։ Կարծում եմ ձեզանից յուրաքանչյուրը առավոտյան արթնանալիս մտածում է ուտել թե չուտել, բնականաբար ընտրությունը գալիս է ուտելու կողմին ու հետո գալիս է թե ինչ ուտել։ Ուտել հաճույքով, մնալ առողջ, սա է մեր գլխավոր խնդիրը հաղորդման այս հատվածում եւ այստեղ ինձ օգնելու են էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը եւ մեր խոհարարը Նարինեն Ալեքսանյան, ողջույն աղջիկներ։ Եվ այսօր մենք պարզապես չենք ուտելու, մենք ուտելու ենք սելեն։ Մենք ուզում ենք սելեն օգտագործել, որովհետև սելենը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։ Հիմա ասեք ինչի է կարևոր։
Տեսեք, սելենը առաջին հերթին պաշտպանում է մեր բջիջները վնասումից, ծերացումից, նույնիսկ հետազոտություններ կան, որ պացիենտները, ովքեր ունեն Ալցհեյմերի հիվանդություն, սելենի պակաս, այո, եւ պակասն է վտանգավոր, եւ գերդոզավորում, այսինքն մեզ պետք է այդ բալանսը։ Եվ այսպես մենք օգտագործելու ենք բրազիլական ընկույզ 50 գրամ, տանձ 2 հատ, մեղր 40 գրամ, ռոկֆոր պանիր 50 գրամ, կարագ 40 գրամ, անանուխ կամ խնկած ծաղիկ։ Եվ ինչի հենց բրազիլական ընկույզ։ Ընդամենը 1-2 հատիկ բրազիլական ընկույզ օգտագործել ամբողջովին բավարարում է մեր օրվա պահանջը լրացնելուն։ Բայց ասեմ նաև, որ միսն է հարուստ։ Մի րոպե։ Ուրեմն մեկ հատիկը բավարարում է մեր օրվա պահանջը, բայց մենք այստեղ գրել ենք 50 գրամ, մենք 50 գրամ եթե ուտենք, դա մի քանի օրվա պաշարն է, ինչ կթունավորվենք։ Կթունավորվենք, այո։ Հիմա եթե 50 գրամ ուտենք, կթունավորվենք։ Օրվա պահանջը, դե ասեցինք, մինչև 400 միկրոգրամ ինքը անվնաս է, բայց օրվա պահանջը 100-ից ցանկալի է չգերադասի։ Եթե անցնում է 400 միկրոգրամը, ապա այո, կարող է լինել թունավորման նշաններ, օրինակ 5-6 հատիկը արդեն այդ դոզան անցնում է։ Ինչ կլինի, այո, թուլություն, հոգնածություն, մազաթափություն եւ ամենաակնհայտ նշանը դա մետաղական համբերանում, որը եւ կբերի հետագայում սրտխառնոցի, փսխումների եւ այլն եւ այլն։ Սելենի մեծ քանակությունը կարող է բերել մազաթափության։ Այո։ Բայց մենք միշտ ասում ենք, եթե կա մազաթափություն, ամենայն հավանականությամբ դուք սելենի պակաս ունեք։ Տեսեք, որովհետև եւ գերդոզավորման եւ թերդոզավորման, այսպես ասեմ, նույնն է։ Այո, դրա համար ճիշտ է որոշել մի անգամ սելենը։ Հիմա կան լաբորատորիաներ, որոնք որոշում են սելենի մակարդակը այրան մեջ եւ նոր հետո օգտագործել։ Ուրիշ ինչ կարող է տեղի ունենալ։ Հիշողության վատացում, մաշկի չորություն, իմունիտետի անկում եւ ավելցուկից եւ պակաս։ Այո, երկուսից է կարող է լինել։ Յոդի հետ լինել։ կապը սելենի։ Տեսեք, յոդը ինքը պետք է որպեսզի արտադրվեն տիրոիդ հորմոնները, վահանաձեգի հորմոնները։ Իսկ սելենը ինքը համարվում է կոֆակտոր, այսինքն եթե սելեն չլինի, այդ ոչ ակտիվ T4-ը ակտիվ T3 չի դառնա։ Եվ բացի դրանից ինքը չի աշխատի եւ բացի դրանից ինքը մտնում է դեյոդինազը ֆերմենտի մեջ, իմունիտետն է ակտիվացնում, այսինքն ավելի հաճախ կհիվանդանան, կարող են վահանաձև գեղձի խնդիրներ ունենալ։ Ինքը շատ կարեւոր միկրոէլեմենտ է, որը դրսից պետք է պարտադիր ստանան։ Ոնց ենք ստուգում։ Արյան անալիզ ենք հասնում եւ որոշում սելենի մակարդակը։ Եթե ինքը մինչեւ 300-400 է, ոչինչ, դա չի համարվում տոքսիկ դոզա։ Հիմա նայեք, հարգելի հեռուստատողներ, ինչի ենք մենք սա այսպես քննարկում, որովհետև շատ հաճախ մարդիկ ունենում են մազաթափություն, մաշկի չորություն եւ այլն եւ այլն եւ այլն եւ որոշում են, որ սելենը պակաս է եւ սկսում են սելենով հարուստ սննդատեսակներ, հա, ամբողջ օրը նստում են նույն այդ բրազիլական ընկույզը սկսում են կրծել, որպիսի լրացնեն սելենի պակասը, բայց կարող է շատ հակառակը, ձեզ մոտ սելենի ավելցուկ է, այո, եւ դուք դրանով հակառակը կխորացնեք խնդրեմը, այնպես որ սկզբից գնում եք բժշկի, հանձնում եք անալիզ, եթե ձեզ մոտ այդ նշանները կային, հասկանում եք արդյոք դուք ունեք սելենի ավելցուկ թե պակաս ու նոր դրանից հետո արդեն որոշում եք թե ինչ անել, որովհետեւ տվյալ պարագայում մենք վախենում ենք եւ պակասից եւ ավելցուկից։ Այն է ուր հասանք։ Մենք անցել ենք մեր տանձի, այսպես ասած, տապակված process-ին։ Տապակելու ենք իրեն, այնուհետև կավելացնենք ռոկֆոր տեսակի պանիրը, որը կհալչի, եւ մատուցելիս կավելացնենք մերգար եւ մեր բրազիլական ընկույզը։ Եկեք մի փոքր դադար տանք, տեսնենք ինչ կստացվի, հետո միասին կհամտեսենք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադառնում ենք։ Մեր այս տանձը ինչ էինք արել։ Տապակել ենք։ Տապակած տանձը, վրան ռոկֆոր։ Փորձել եք։ Քիրա։ Չէ։ Ոչ, ռոկֆորը տանձը շատ հետաքրքիր է։ Ռոկֆորով տանձ, մեղր։ Փորձել եք հարգելի հեռուստատողներ, ունեք պատրաստել են ձեզ համար կամ դուք պատրաստել եք ուրիշի համար։ Կավելացնենք մեղրը եւ բրազիլական ընկույզ, ինչպես նաեւ կարող ենք ավելացնել մի փոքր սովորական ընկույզ։ Ճիշտ ասած, այսպես քիչ արդեն մենք սելենի մասին կմոռանանք եւ կվայելենք համային հաճույքները։ Ինչ կասեք բժշկուի։ Շատ գեղեցիկ է, էսթետիկ եւ կարծում եմ շատ օգտակար եւ համեղ։
Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մեզ բարի ախորժակ, ձեզ ուրախ դիտում, շարունակեք դիտել մեր հաղորդումը եւ մի քիչ մեզ նախանձեք ու ինքներդ նույնից պատրաստեք։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ շատ համեղ կլինի։ Այսօր խոսելու ենք պարանոցային օստեոխոնդրոզի մասին։ Ինչ է պարանոցային օստեոխոնդրոզը։ Դա ողնաշարի ողերի դեգեներատիվ փոփոխությունն է, որի ժամանակ կարող են ողերի արանքներից դուրս գալ ելուններ, որոնք ճնշելով նյարդը կարող են բերել գլխացավերի, գլխապտույտների, տհար զգացողությունների։ Շատ հաճախ հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր կատարում են նստակյաց աշխատանք։ Բուժումը շատ արագ չի կարող լինել, բայց կարող ենք առաջարկել ձեզ տարբեր վարժություններ, մերսումներ, որոնք կթեթևացնեն ձեր առօրյան։ Ցույց ենք տալիս առաջին վարժությունը պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում։ Վզի թեքում աջ, այնուհետև գալիս ենք ելման դրության եւ թեքվում ենք ձախ։ Փորձում ենք հնարավորինս կզակով հասնել ուսին, որպեսզի ձգումը ավելի ինտենսիվ լինի։ Հաջորդ վարժությունը վզի թեքում հետ, այնուհետև առաջ։ Այս վարժության ժամանակ, եթե ունենաք գլխապտույտներ, կարող ենք թեքումը կիսով չափ կատարել դեպի հետ։ Կատարեք այս վարժությունը հասնելով կզակով կրծոսկրին, մինչև այն պահը, երբ կզգաք, որ պարանոցային մկանները ձգվում են։ Հաջորդ վարժությունը կատարում ենք պարանոցային հատվածի կիսապտույտներ, աջ և ձախ։ Այս վարժությունը կատարում ենք կիսով չափ, ամբողջական պտույտներ չենք կատարում, որպեսզի խուսափենք գլխապտույտներից, քանզի պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում գլխապտույտները շատ հաճախ հանդիպում են։ Կատարում ենք վարժությունը այնպես, որպեսզի զգանք, որ պարանոցային հատվածը լավ լարվում եւ ձգվում է։ Կատարեք այս վարժությունները օրվա ընթացքում եւ չեք ունենա պարանոցային օստեոխոնդրոզ եւ տհաճ ցավեր պարանոցի հատվածում։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մեզնից մեկի վերջին մազերը թափվեցին, այո, մենք խոսում էինք մազաթափության մասին, մեր այսօրվա թեման էր, բացատրեցինք, որ դա կարող է լինել ֆիզիոլոգիական, դա կարող է լինել ախտաբանական, բայց այնուամենայնիվ մենք միշտ ունենք ընտրություն, որ խելոք մնաս, կտանենք, փոխպատվաստենք, չգիտեմ իհարկե որտեղից պետք է վերցնենք, բայց այնուամենայնիվ Հիշեցնեմ նաև, որ մեր գլխավոր նպատակն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի իր առողջությունը։ Եղիր առողջներ, եթերում հանրայինի, կհանդիպենք։